Մենք ապրում ենք խճճված դարաշրջանում մոտիվացիայի համար, մենք սպառում էինք ոգեշնչող տեսանյութեր, տարածում էֆեկտի հետևանքները և լսում եմ հետաքրքիր դասախոսություններ, բոլորը հույս ունենալով գրավել այդ կախարդական կայծը, որը մեզ կդարձնի ի վիճակի և որոշված, խնդիրն այն է, որ այս էֆեկտը ամենից շատ տևում է, այնուհետև բոցը դուրս է գալիս և մենք վերադարձանք թախտին, սպասում եմ ոգևորության հաջորդ դոզան, մոտիվացիան նման է այն միջոցին, որը թեթևացնում է այն ժամանակին, բայց չի բուժվում։ Դա կախված է տրամադրությունից, լուսնի փուլից, կառուցել կյանքը, որի հիման վրա միայն դրա վրա է գտնվում տեղափոխված ավազի վրա տուն տեղադրելը։ Ահա անհարմար ճշմարտություն։ Աշխարհի առավել կարգապահ և հաջողակ մարդիկ հազվադեպ են կախված մոտիվացիայից, նրանք վստահում են շատ ավելի ամուր բան մի շարք մտավոր սկզբունքներ, որոնք գիտակցաբար տեղադրում են իրենց մտքում, ինչպիսիք են ծրագրակազմը, որոնք վերաձևակերպում են իրենց գործառույթի ձևը։ Այսօր ես կներկայացնեմ այս սկզբունքներից 7-ը, նրանք կարող են առաջին հայացքից դժվար թվալ, բայց նրանք հենց այն են, ինչը առանձնացնում է նրանց, ովքեր երազում են իրենց ուզած կյանքը։ Առաջին սկզբունք. Դուք այն եք, ինչ անում եք, ոչ թե այն, ինչ զգում եք, սա մտածելակերպի ամենահզոր փոփոխությունն է, այն հիմքը, որի վրա պահպանվում են բոլոր մյուս սկզբունքները, ով է փխրունը սահմանվում է հույզերով։ Ես այսօր ոգեշնչված չեմ, այնպես որ ես գրող չեմ։ Այս մարդը սպասում է իր ներքին վիճակը, որպեսզի համապատասխանի իր դերակատարմանը, և սպասելիս կյանքը անցնում է։ Ձեր հույզերը ժամանակի նման են։ Այսօր դուք արևահար եք և զգում եք, որ կարող եք նվաճել աշխարհը։ Վաղը անձրև է գալիս հուսահատության և կամքը պետք է թաքնվի ծածկոցների տակ, փորձելով կառուցել ձեր ինքնությունը կամ արդյունքները այս անկայուն հիմնադրամի վրա, ինչպես բարձրացնել ավազի ամրոցը ծովով։ Առաջին ալիքը կկործանի այն, ուժեղ մտածելակերպը հակադարձում է այս տրամաբանությունը, ձեր էությունը որոշված չէ ձեր զգացողությամբ, բայց այն, ինչ անում եք, մանավանդ, երբ չեք ցանկանում։ Մարզիկն այն չէ, ով սիրում է ամեն օր մարզվել, բայց ով է գնում մարզադահլիճ, նույնիսկ մկանների ցավով և անձրև է գալիս այնտեղ, գրողը չէ, ով սպասում է, որ մուսան ժամանվի, բայց ով նստում է սեղանի շուրջ և գրում է իր էջը, նույնիսկ դատարկ միտքով։ Կարգապահ մարդը չէ, ով երբեք ծույլ չի զգում, բայց ով է հանդես գալիս չնայած նրան, ձեր ինքնությունը ձևավորվում է դիմադրությամբ, ձեր կամքի դեմ կատարած յուրաքանչյուր գործողություն քվեարկություն է, հօգուտ այն մարդու, ով ցանկանում է դառնալ։ Հաջորդ անգամ առաջադրանքը հայտնվում է, և ձեր միտքը սկսում է բողոքում։ Ես տրամադրության մեջ չեմ, բայց ինչպիսի մարդ ես ընտրում եմ հիմա, ինչ-որ մեկը պատանդ է փոխանցում հույզերի կամ ինչ-որ մեկի, որն առաջնորդվում է արժեքներով և որոշմամբ, ձեր գործողությունը այդ պահին կլինի պատասխանը, որքան ավելի շատ գործեք, այնքան ավելի ամուր կդառնա ձեր նոր ինքնությունը, դուք այլևս հումորից առաջ եք և դառնաք ինքնին բնավորության ճարտարապետը, ձեր վստահությունը չի ծնվում ոգեշնչման բորբոքված, բայց ապացուցված փաստի։ Դուք մեկը եք, ով անում եք այն, ինչ դուք պետք է անեք։ Երկրորդ սկզբունքը. ակցիան վառելիք է, այլ ոչ թե արդյունքը, հոգեկան ծուղակ կա, որում մենք ամեն օր ընկնում ենք։ Մենք հավատում ենք, որ մոտիվացիան պետք է առաջինը գա որպես նախնական մղում, որը մեզ կբերի գործի, մեզ դադարել էին սպասելով էներգիան հասնելու համար, կարծես կանգառի ավտոբուսին սպասելը, միայն ավտոբուսը երբեք չի կարող հայտնվել, այսպիսով։ Մենք կորցրեցինք ժամերն ու օրերը իներցիայում, արդարացնելով ես պարզապես դրդված չեմ, մենք կարծում ենք, որ մոտիվացիան պատճառն է և գործողությունն է, հետևանքը, բայց նրանք, ովքեր իսկապես հասնում են արդյունքների, գիտեն, որ կարգը հակադարձում է։ Պատկերացրեք ձեր միտքը որպես հզոր, բայց սառը շարժիչ, մոտիվացիան բաքում վառելիքը չէ։ Դա այն ջերմությունն է, որն առաջացնում է շարժիչը, երբ արդեն գործում է, այն միացնելու համար, սակայն, անհրաժեշտ է առաջին և ամենադժվար պտտվող բանալին տալ առանցքային, և այս շրջադարձը գործողությունն է, գործողություն, առանց որևէ մոտիվացիայի, տեղափոխվում է միայն կամքային ուժով, ֆիզիկայի և հոգեբանությունը հաստատում է, հանգստի օբյեկտը հակված է մնալ հանգստի։ Միայն ամենամեծ ջանքերը անհրաժեշտ են հենց իներցիայից դուրս գալու համար, բայց մեկ անգամ շարժման մեջ, իներցիան աշխատում է ձեր օգտին։ Այս սկզբունքը հեղափոխում է խաղի կանոնները, ձեր առաքելությունն այն չէ, որ չկատարեք մշակել, բայց թենիսը դնել և թողնել տունը, այն չի սպասում զեկույց գրելու ոգեշնչման, բայց բացեք փաստաթուղթը և մուտքագրեք առաջին տողը։ Սենյակը մաքրելու համար տրամադրությունը չի սպասում, բայց լվացեք ափսե և լվացեք, փորձեք երկկողմանի կանոն։ Սկսեք ցանկացած առաջադրանք ընդամենը 2 րոպե, բոլորը կարող են դիմակայել 2 րոպե, բայց մոգությունն այնտեղ է, այս նախնական փոքր քայլը այն է, ինչը կապում է շարժիչը, այս նվազագույն հաջողությունը ազդանշան է ուղարկում ուղեղին։ Ես կարող եմ, ես անում եմ, այս նշանը զուտ մոտիվացիան է, որը ծնվել է ակցիայից չսպասել։
Այս սկզբունքը ձեզ ներշնչման պասիվ սպառողից վերածում է ձեր սեփական էներգիայի ակտիվ գեներատորի, դուք դադարում եք ինչ-որ բան սպասել կամ ինչ-որ մեկը ձեզ մղելու և վերահսկելու միայնակ բանալին պտտվելով։ Երրորդ սկզբունք. կարգապահությունը ազատություն է, ոչ թե բանտ։ Մեր մշակույթում կարգապահություն բառը կրում է բացասական քաշ, մենք նրան կապում ենք ռազմական առօրյան, ձանձրալի պարտավորություններով, վանդակի հետ, որը խանգարում է մեզ կյանքը վայելել։ Մենք գնահատում ենք այն, ինչ լավ հասկանում ենք, երբ լավ հասկանում ենք, բայց եկեք ուշադիր նայենք այս է ազատությունը, փաստորեն, ազատություն է ծուլության և բաց թողնել դասընթացին։ Ուղևորություններով հոսող հոսանքներ ծախսել ձեր նախագծի վրա աշխատելու փոխարեն, վատ սնունդ ուտել։ Ակնթարթային իմպուլսի համար, սա ազատություն չէ։ Դա քողարկված բանտ է, դուք ազատ չեք։ Նա իր քմահաճույք է, իր անցնող ցանկությունները, նրա վատ սովորությունները։ Թույլ շմարիտ ազատությունը այլ բան է, այն ունի առողջ մարմին, որը հնազանդվում է իր պատվիրաններին և թույլ է տալիս լիարժեք ապրել, ֆինանսական անկախությունը չունի, որ պատանդ չի լինում, որը ատում է, այն ունի գիտելիքներ և հմտություններ, որոնք ընդլայնում են ձեր ընտրությունը, և այս ազատությունը երկնքից չի ընկնում։ Այն կառուցված է, այն կառուցելու գործիքն է կարգապահություն, կարգապահությունը պատիժ չէ։ Դա գիտակցված ընտրություն է, ավելի մեծ նպատակների անունով անհապաղ հաճույքին և ոչ ասելը նշանակում է, դա անում է այն, ինչ որոշեցիք անել, այլ ոչ թե ձեր տրամադրությունը։ Ամեն անգամ, երբ դուք կաշխատեք, չնայած թախտի վրա մնալու ցանկությանը, դուք գնում եք ապագա առողջության կտոր, ամեն անգամ, երբ դուք աշխատում եք մեկ այլ դրվագ դիտելու փոխարեն, ներդրումներ եք կատարում ֆինանսական ազատության մեջ։ Կարգապահությունը չի վերաբերում այն մասին, թե ինչ եք ատում, այլ ինքներդ ձեզ ձեր ստանձնած պարտավորությունները հարգելու մասին, նույնիսկ երբ նախնական ոգևորությունն անհետանում է, դա այն կամուրջն է, ում միջև այսօր դուք եք և ով եք ուզում լինել վաղը։ Այս սկզբունքը ամբողջովին փոխում է իր տեսանկյունից, առօրյան այլևս բեռ չէ և դառնում է ծես, որն ուժեղացնում է ձեզ, փորձը այլևս զոհաբերություն չէ և դառնում է ներդրում, դուք ինքներդ չեք զրկում։ Ինքներդ ազատվում է։ Դուք ինքներդ ձեզ պարտադրող կոշտ կառույցները բանտում չեն, այլ ամրոցի պատերը, նրանք պաշտպանում են նրան արտաքին քաոսից և, ամենակարևորը, իրենց ներքին դևերից։ Պաշտպանություն, ինքնազբաղեցում, այն ձայնը, որը շշնջում է, երբ ամեն ինչ դժվարանում է, թույլ շմարիտ ազատությունը կանոնների բացակայությունն է, այլ ինքնուրույն ազատությունը դրա թուլությունը, դրա պակաս կարգապահ տարբերակը, ազատությունն է, որ պատանդ չլինի ձեր տրամադրություններին կամ ազդակներին։ Չորրորդ կանոն. Ես սիրահարվում եմ գործընթացին, ոչ թե արդյունքի խոստում։ Մոտիվացիան խայծ է, որը մեր ուղեղը կախված է հեռավոր ապագայում, մենք նայում ենք ցանկալի արդյունքի պատկերին փորագրված մարմինը, ամբողջական բանկային հաշիվը, հրատարակված գիրքը և ունի այս քաղցր ֆանտազիան մեզ խթանելու համար։ Բայց այս ռազմավարությունն ունի երկու ճակատագրական թերություն։ Նախ, արդյունքը միշտ հեռու է, մինչդեռ դժվարությունները այստեղ են, հեռավորությունը, թե որտեղ եք գտնվում և որտեղ եք ուզում գնալ, այնքան մեծ է, որ այլ դրդելու փոխարեն, հաճախ կաթվածահար։ Երկրորդ, նույնիսկ երբ հասնում եք նպատակին, դուք հայտնաբերում եք, որ էյֆորիան տևում է միայն մեկը։ Անմիջապես սա այն է, ինչ մենք անվանում ենք ժամանման սխալ։ Այն համոզմունքը, որ ինչ-որ բան ձեռք բերելը հարուցելու է երջանկություն, պատրանք է, տոնակատարությունից հետո դուք դատարկ եք զգում, ասես լեռ եք նետել պարզապես պարզելու, որ վերևում ոչինչ չկա։ Այս կանոնը առաջարկում է արմատական շրջադարձ։ Դադարեցրեք աշխատել ապագա պարգևատրման համար և սկսեք աշխատանք գտնել հենց աշխատանքի մեջ, դա ցրելու մտածելակերպը չէ, որն անցնում է միայն ժամանման գծով, բայց արհեստավոր վարպետի, որը հաճույք է գտնում ոչ միայն պատրաստի կտորի, գործիքի համար անհրաժեշտ համակենտրոնացում, նա արդյունքով չի հանդուրժում առօրյային։ Նա սիրում է առօրյան, վերափոխեք կրկնվողը ծեսի, արվեստի ջանքերը։ Երբ դուք ընդունում եք այս մտածելակերպը, ձեր կյանքը արմատապես փոխվում է, դուք դադարում եք չափել ձեր օրերը հենց այն բանի համար, ինչ հասել եք և չափել դրանք կիրառական ջանքերի որակով, լավ օրն այն չէ, որում նա գովերգում է ստացել կամ հասել է կարևոր իրադարձության, բայց այն, որում նա աշխատել է ազնվությամբ և լիովին նվիրվածությամբ, նույնիսկ երբ նա ձանձրալի էր, դժվար կամ անտեսանելի, նրա հաջողությունն այլևս հետաձգվում է մի օր։ Դուք հաջողակ եք ճիշտ այնպես, ինչպես դուք եք ընկնում գործընթացը։ Սա այն անձեռնուխելի է դարձնում արտաքին գնահատականներից և ձախողումներից, նույնիսկ եթե նախագիծը սխալ է ընթանում, կիմանաք, որ այն արդյունահանել է ճանապարհորդության հաճույքը և աճը, ձեր պարգևը տարեկան մրցանակ չէ, բայց ամենօրյա արժույթ, որը դուք ավանդ եք տալիս ձեր սեփական զարգացման հաշվին։ Հինգերորդ կանոն. Ես ընտրություն չունեմ։
Սա առավել անողոք է և նաև արտառոց արդյունքների ամենաարդյունավետ կանոնը, այն չի տարածվում բոլոր առաջադրանքների վրա, բայց նրանց կամ երկուսին, որոնք սահմանում են իրենց ապագան, մոտիվացիան միշտ ենթադրում է տարբերակ։ Ես բավականաչափ դրդում եմ դա անել, այս հարցը կասկածի տակ է բացում դուռը, ներքին բանակցությունների համար իր ծուլությամբ, ձեր միտքը սկսում է արդարացումներ անել։ Միգուցե վաղը պակաս հոգնած է, այժմ դրանք լավագույն պայմաններն են։ Այս մտավոր երկխոսությունը սպառում է ձեր կամքը նույնիսկ նախքան սկսելը, ես ընտրություն չունեմ կանոնը վերացնում է այս ներքին խոսակցությունը, որոշումը կայացնում եք միայն մեկ անգամ, դա չի փորձելուց թողնել ծխելը։ Դուք ոչ ռմբակոծիչ անձնավորություն եք, վերջի կետ, դուք չեք մշակելու թեզը ավարտելու համար։ Դուք կավարտեք այն, այս խնդիրն այլևս ընտրացանկի տարբերակ չէ և դառնում է այնքան ավտոմատ, որքան շնչառությունը, նույնքան ոչ բառացի, որքան երեխայի խնամքը։ Դուք ստանում եք բոլոր այլ ընտրանքները սեղանից դուրս, այրում է դուրս կամուրջները, երբ նրա միտքը այլ ճանապարհ չունի, բայց գործելով նա դադարում է էներգիա ծախսել, դիմադրելով և ուղղորդում է բոլոր ռեսուրսները, դժվար է ինքնել ձեզ թույլ մասի հետ, բայց այդպես է պատահում կյանքի ամենամեծ ցատկերը։ 6-րդ կանոն։ Կամ ես հաղթում եմ, կամ սովորում եմ, երրորդ տարբերակ չկա։ Սա նրա հիմնական հակաթույնն է ընդդեմ մոտիվացիայի ամենամեծ մարդասպանին։ Ձախողման վախը, մարդկանց մեծամասնությունը ցանկացած մարտահրավեր է ունենում որպես երկու արդյունքների խաղ, հաղթանակ կամ պարտություն, հաջողություն կամ ձախողում, և ձախողման ողնաշարի ընկնելու սարսափը այնքան մեծ է, որ այն հաճախ պարալիզացնում է գործողությունը նույնիսկ նախքան այն սկսելը։ Մեր մոտիվացիան փխրուն է, ծաղկել հաղթանակներով և կորուստներով թափվել, մի գայթակղություն կարող է մեզ ստիպել, որ շաբաթներ կրկին փորձեն, այս կանոնը վերաշարադրում է խաղի կանոնները, դուք քերծում եք ձեր բառապաշարի խափանումը և փոխարինում այն դասով։ Այժմ ձեր յուրաքանչյուր գործողություն ունի ընդամենը երկու հնարավոր արդյունք։ Կամ ստանում եք այն, ինչ ուզում եք, հաղթանակ կամ փորձ ձեռք բերելու համար, որոնք ձեզ կդարձնեն ավելի խելացի և ավելի ուժեղ։ Այլևս չես կարող կորցնել, յուրաքանչյուր արդյունք նրան առաջ է մղում, այս մտածելակերպը ձեզ վերածում է ինքնուրույն կյանքի լաբորատորիայի գիտնականի, հետազոտող, որի փորձը չի հաստատել վարկածը, եթե նա անհաջող է համարում, ոչ, նա ձեռք բերեց արժեքավոր տեղեկատվություն, որը նեղացրեց ճանապարհը դեպի աջ պատասխանը, նմանապես, ձեր յուրաքանչյուր սխալը դատավճիռ չէ դրա հեքիաթի վերաբերյալ։ Բայց թանկարժեք տվյալներ այն մասին, թե ինչ անել, սա այն դարձնում է անխոցելի, համարձակ և արագացնում է իր աճը։ 7-րդ կանոն։ Այսօրվա անհանգստությունը վաղվա հաջողության գինը է։ Մեր ուղեղը կենսաբանորեն ծրագրավորված է անհապաղ պարգևներ փնտրելու և որևէ անհանգստությունից խուսափելու համար, դա մեր նախնիների համար գոյատևման մեխանիզմ էր, բայց այսօր այն դարձավ մեր ամենավատ թշնամին, թույլ մարդը պատանդ է այս իմպուլսին։ Ընտրում է թախտը մրցավազքի փոխարեն, արագ սննդի փոխարեն, սովորելու փոխարեն շեղում, նա ապագայում պտտվում է, այժմ հնձելով էժանագին հաճույքները, ավելի ուշ վճարելու բարձր տոկոսադրույքով թուլացած առողջության, բաց թողնված հնարավորությունների և ափսոսանքի տեսքով։ Այս կանոնը ձեզ ստիպում է դառնալ ներդրող, այլ ոչ թե սպառող, դուք տեսնում եք անհանգստություն ոչ թե որպես պատժամիջոցներից խուսափելու համար, այլ որպես արժույթ, վճարում եք ապագայի համար, ամեն անգամ պարտավոր է դժվար բան անել, այն ավանդ է անում։ Մկանների այրումը մարզման ընթացքում, դա ուժի և առողջության տոկոսադրույքն է։ Մտավոր ջանքեր և ձանձրույթ, նոր հմտություն սովորելիս, դա տիրույթի և մասնագիտական թանկացման արժեքն է։ Անհանգստություն և վախը դժվար զրույցի ընթացքում, դա ավելի ազնիվ և ամուր հարաբերությունների գին է։ Երբ դուք ընդունում եք այս մտածելակերպը, ձեր ընկալումը փոխակերպվում է, այն սկսում է խորը բավարարվածություն զգալ հաղթահարելով դիմադրությունը, զգացեք մկանների մանրաթելերը այրելու և մտածում. Սա է իմ ուժը, նա զգում է միտքը, որը մանրացնում է բարդ խնդրի և հասկանալու։ Ես կառուցում եմ նոր նյարդային կապեր, անհանգստությունն այլևս թշնամի չէ և դառնում է ձեր մարզիչը, նշան, որ դուք ճիշտ ուղու վրա եք։ Համենայն դեպս կյանքը գանձելու է ձեր հաշիվը, հարցն այն է, որ դուք նախընտրում եք վճարել կարգապահության փոքր անասնաբուծության կամ եզակի և ճնշող հաշիվ ապրանքագրով, որը կոչվում է ափսոսանք, ճանապարհորդության ավարտին։ Դադարեք սպասել ճիշտ տրամադրության, դադարեք սպասել կատարյալ պահի, մոտիվացիան փարթամ և դժբախտ դաշնակից է, ձեր համակարգը։ Ձեր համակարգերը այն բանակն են, որը կպայքարի ձեզ համար, անկախ հուզական կլիմայից, ընտրեք այն 7 մտայնություններից մեկը, որն այժմ ձեզ հարկավոր է, միացրեք այն ձեր հեռախոսի հիմնական էկրանին, կրկնեք այն ամեն առավոտ մանտրայի պես։ Տեղադրեք այս նոր ծրագիրը ձեր մտքում և դիտեք ձեր կյանքը սկսեք վերափոխել ինքներդ ձեզ մոտիվացիայի կամ առանց դրա։
Եթե պատրաստ եք փոխել գործողությունը, շտկեք այս որոշումը, խոսքը հավանումների կամ մեկնաբանությունների մասին չէ, բայց ձեր ստանձնած պարտավորության մասին, փոփոխությունը սկսվում է, երբ դուք ընտրում եք մտածելակերպ և այն կազմում եք ձեր ներքին ծածկագրի մի մասը, մնացածը հետևանք է։ Որն է այսօր ձեզ պետք, մեկը, որը ձեզ կտանի կատարման մտադրությունից,